Լավ, սա տեսնում եք, ուրեմն essay prompt, an intellectually engaging idea or experience։ Հարցը հետևյալն է. պատմի մի ինտելեկտուալապես engaging, ով կասի լավ բառ հայերենում։ Նշանակալից, Հաջան։ նշանակալից, Չէ, engage նշանակում է նշանավոր, չէ, ը, չէ լավ, հա, to engage with նշանակում է sense գործել կապ ունենալ, զբաղվել ինչ-որ բանի հետ։ Intellectually engaging նշանակում է, որ ինտելեկտուալ առումով ձեզ sense զբաղացնում է, այսինքն ինտելեկտ Գրավիչը չէր։ Ներգրավված կարանք ասել։ ներգրավված, հա, որ ներգրավվածությունը ապահովել իր մեջ, նենց իդեա կամ փորձ կյանքի, որը քեզ ինտելեկտուալ առումով sense հետաքրքրել է մոտդ ինչ որ բան է արթնացրել։ Պատմեք մեզ ձեր կյանքից տենց դրվագ կամ տենց փորձի մասին, տենց իդեայի մասին պատմի, հա։ Եվ հիմա ինչ եմ ուզում ցույց տամ ձեզ SSA-ով։ Ուրեմն շատ ժամանակ հարցնում են, թե ոնց պետքա գրվի լավ էսե, եւ այդ հարցին էլ մենք կպատասխանենք SSA-ից հետո, թե ոնց պետքա գրվի եւ ոնց չպետքա գրվի լավ էսե, okay։ Գնացինք։ What is more powerful, words or actions։ Եվ ես նաև կթարգմանեմ զուգահեռ, ինչն է ավելի հզոր, խոսքերը թե գործողությունները։ I asked as I smiled at my 14-year-old brother's troubled face from across the dinner table։ Ես հարցրեցի ժպտալով, երբ որ տեսա իմ 14 տարեկան փոքր եղբոր, տենց ընկճված երեսը ինակյան հեռախոսս ասում կարող անջատեմ ինքը կարիք չունի։ He set his fork down against the plate and answered as if it was the most absurd question he had ever heard. Actions. Ինքը իր պատառաքաղը դրեց ափսեի ոնց որ against-ը ափսեի վրա եւ պատասխանեց այդ հարցին, կարծես ամենաաբսուրդ հարցն էր, որ երբևէ տրվել էր, գործողությունները։ Եվ տեսեք, էսսեյը սկսվեց եւ ինչ որ սցենա է նկարագրվում, կարծես կինոյի սցենա է, եւ երբ որ մարդը նկարագրում է այս սցենան, դու արդեն քո մտքում պատկերացնում ես այդ դրվագները, այդ մարդը, այդ պատառաքաղը, այդ ափսեն, հա։ Եվ կարծես sense կինոյի նման առաջ է գնում։ Դեռ արժեքներից չի խոսվել, intellectual engaging-ից չի խոսվել, բայց այս դետալները, որ եկա, որ կարծես ինչ կապ ուներ պատառաքաղ ափսե, բայց այդ դետալները ստեղծեցին այդ գույնզգույն բանը սցենան, որի մեջ հետո էսեն շարունակվում է։ Words. I challenged immediately after this had left his mouth. Բառերը ես մարտահրավեր նետեցի միանգամից, նրանից հետո երբ որ this had left his mouth, ինքը այդ արտասանեց, հա։ Այսինքն մեկը ասել է actions, մեկը ասել է words, մեկը ասում է գործողություններն են կարևոր, մյուսը բառերը։ He looked at me as if I had three eyes. If I punch you down, it would cause more damage than if I insulted you. Ինքը նայեց ինձ, կարծես 3 աչք ունեի։ Եթե ասում եմ ես քեզ հարված եմ, ավելի մեծ վնաս կտա, քան թե եթե ես քեզ վիրավորեմ։ Maybe your insult would lead to depression and eventual suicide, I replied. Միգուցե քո վիրավորանքը դեպի դեպրեսիա եւ հետո ինքնասպանություն տաներ, ես պատասխանեցի։ We tossed arguments back and forth at each other. 6 million dead during World War II versus the Nazi leaders had an effective method of speech that brainwashed the masses. Մենք սկսեցինք արգումենտներ, պատճառներ գցել իրար վրա, 6 միլիոն մարդ, որ մահացել էր երկրորդ համաշխարհային ժամանակ, որ գործողություն էր, կամ նացիստական առաջնորդների էֆեկտիվ ինչ-որ խոսքի մեթոդները, որ բան էր արել, գլուխները լվացել էր զանգվածների։ Words, if not followed by action, are meaningless, versus words don't need action to have a potential effect. Մեկը ասում էր, որ խոսքերը առանց գործողությունների կապ չունեն, մյուսը ասում էր, որ words don't need action, որ բառերը գործողություն պարտադիր չի, որ արդյունք ունենան։
And on we went. Եվ մենք շարունակեցինք. Throughout our discussion, our juror had been chewing thoughtfully at the end of the table until he realized we were both waiting for his verdict. Մեր ամբողջ զրույցի եւ քննարկման ժամանակ մեր դատավորը կարծես, ով որ պետքա որոշեր, տեսեք նոր բան եկավ, որ չգիտեինք որ դատավոր կա, բայց չասեց իմիջիալոց մի հատ էլ կար դատավոր։ Ինքը տենց սիրուն պատկերավոր պատմեց, որ մեր դատավորն էլ ծամում էր այնտեղ։ Երբ որ երկուսը սպասում էինք բանի, ինչ որ որոշման։ He took his time savoring the peas in his mouth, but finally concluded. Both are important. Ինքը իր ոնց որ հանգիստ ծամեց ու վերջում ասեց էքսն է կարևոր են։ Our shoulders dropped the tension they had been carrying as we laughed at his predictability. Եվ մենք էլ խնդացինք, որտեվ այդ մարդուց սպասելի էր, որ ինքը ոչ մեկի կողմն չի բռնի։ That answer didn't quench my thirst. Ասում եմ, իմ ծարավը չհագեցրեց այդ պատասխանը։ I started analyzing every important event in history. Ասում եմ, ես գնացի ու սկսեցի անալիզ անել։ Ոչ միայն հենց զրույցի վիճաբանության ժամանակ, այլ ինչ եղել էր պատմության մեջ. That popped into my head for how words had played an instrumental part in its outcome. Գնացի սկսեցի հետազոտել։ Եվ այս դրվագով ինքը պատմում է, որ ինքը ցույց է տալի, որ ինքը նենց մարդ է, որ չի բավարարվում զուտ վիճաբանություններով, ինքը ինչ որ կարևոր է իր համար, ինքը գնում է խորը ուսումնասիրում է։ 2 months later, at the movie premiere, we watched Albus Dumbledore settle the score for us. 2 ամիս անց ֆիլմի պրեմիերայի ժամանակ մենք նայեցինք, թե ինչպես Albus Dumbledore-ը այդ բանը պատասխանեց այդ հարցին եւ որ ֆիլմի մասն է խոսքը Harry Potter. Of course. Dumbledore asks, words are, in my not so humble opinion, our most inexhaustible source of magic, capable of both inflicting injury and remedying it. Բառերը, in my not so humble opinion, իմ ոչ այդքան համեստ կարծիքով, որովհետև դե Dumbledore-ն է ինքը ոնց որ ավտորիտետ է, ինքնից չի որ համեստ են իր կարծիքները ինքը համոզմունքներ ունի։ Capable of both inflicting injury, հնարավորություն ունեցող, որ համ վնաս տա եւ համ էլ remedying it, համ էլ բուժի։ Իրականում, եթե խորանակ Dumbledore-ը չասեց, թե խոսքերն են ավելի կարևոր, թե գործողությունները, բայց ասեց իմ կարծիքով խոսքերը մեր մանա ամենա չսպարվող source-ն են։ Source ոնց է։ Սկզբն աղբյուրն են, աղբյուրն են magic-ի։ Այստեղ այդ պահն էլ է հետաքրքիր, որ Dumbledore-ը հենց չի համեմատում այդ երկուսը, բայց մարդը իր ասածը ընկալում է իր ուզած ձևով, ոնց որ ինքը իր debate-ի, իր բանավեճի մեջ է ընկալում եւ ինքը հենց է ընկալում, որ ուրեմն ինքը ճիշտ էր։ I picked at my brother from the corner of my eye and found him picking back at me. Ես ոնց որ աչքի տակով նայեցի աղբորս ու տեսա, որ ինքն ինձ էր նայում։ He quickly turned back to stare at the screen as soon as I could. Hence որ աչքերով իրար տեսանք, միանգամից հետ ֆռցրեց հայացքը։ I leaned towards him and lightly poked my elbow into his ribs and whispered. Ոնց որ կամած sense արմունգով իր ինչ անունը այդ ջահերին clips в общем это Կողերին, բանդակի աջան կողերին։ Կողերին Կողերին արմունգով թեթև հպվեցի եւ ասացի told ya ոնց որ ասում էի չէ քեզ who could argue with the intellectual vitality of a 150-year-old wizard ով կարող էր վիճել ինտելեկտուալ այդ զորության հետ 150 տարեկան wizard-ի լավ հիմա հիասքանչես է իրականում հիասքանչես է իմ համար մի թույլ կողմը էսա որ վերջում ինքը այդ ճիշտ ու սխալի վրա գնաց մեկը էլի որ հա տեսար ես քեզ ասում էի չէ ես ճիշտ էի հա ես այդ դրան մի քիչ նեգատիվ կնայեմ որ ինքը այնուամենայնիվ որ տեսար ես էի ճիշտ այդ դրա վրա է գնում բայց այս մարդը արտահայտել է իր բնական պատանեկական
զգացումը, հա, եւ մարդը ընդունվել է Ստենֆորդ դրանով։ Իսկ էսսեյը ինքը շատ կրեատիվ է գրված, համ արժեքներ է ցույց տալի, համ կրեատիվ է ցույց տալի, համ հումոր է ցույց տալի, հա, եւ կարդացողն կարա ասի, օ, այս մարդը հետաքրքիր է, կարող է ինքը դառնա գրող, կարող է դառնա փիլիսոփա, կարող է հազար մի բան, բայց ինքը կարող է արտահայտվի։ Եվ ինչն է էսեին նաեւ դարձնում ուժեղ, որ ինքը սահուն է եւ ինքը կարդացվում է ամեն պարագրաֆը ինչ որ իմաստ ունի եւ միտքը սահում է իր սկզբից մինչեւ վերջ։ Ամ, Լավ, այն հարցի պատասխանը թե ոնց գրել լավ էսե, ոնց պետք է գրվի լավ էսե, պետք չկա, պետքով չի, լրիվ ազատություն է։ Լրիվ ազատություն է, դու կարաս արվեստի գործ ստեղծես, տաս իրանց, ասես տեսեք, էս իմ արվեստի գործն է, եւ իրանք կարան դա գնահատեն, հա։ Ստեղ, օրինակ, ինչ որ մեկը կարող էր վախենալ, որ խոսեր, ասենք, բոքսելու մասին, որ ասում էր քեզ եթե բոքսեմ, ավելի շատ վնաս կտամ, քան թե եթե վիրավորեմ։ Ինչ որ մեկը կարող էր զգուշանալ տենց բան ասելուց, հա։ Ինչ որ մեկը կարող ասեր սուիսայդի մասին չխոսեմ, զգուշանամ, հա։ Բայց լիովին ազատության մեջ քո ստեղծած գործը իրանք կնայեն եւ կփորձեն գնահատել։ Հիմա ամեն էսը չի, որ այս տեսքն է ունենալու։ Եվ ես կարող եմ ձեզ 5 օրինակ բերել Ստենֆորդ ընդունված էսեների կամ UWC ընդունված էսեների, իրարից ծայրահեղ տարբեր։ Իմաստը այն է, որ ձեզ ցույց տամ, թե ինչքան փախած բան կարա ելնի լավ էսե։ Հերիք է դու լինես օթենտիկ, ճշմարիտ քո էությանը, կրեատիվ, բնական եւ կարա այդ ամենը հիասքանչ լինի։ Իսկ գրելու հմտությունները այնուամենայնիվ դրանց հասնում ես, որովհետև եթե դու սենց պատմություն ես ունեցել, կարողանալ դա նկարագրել, որ մտքերը չխառնվի եւ հոսի, այդ այդ կարողությունը ձեռք ես բերում փորձի արդյունքում։ Այդ փորձը միայն կարելի է ձեռք բերել շատ էսեներ գրելով, ուրիշ ձև չկա։ Ոնց որ դահուկորդը չի կարող առանց դահուկ քշել, սովորի դահուկ քշել միանակ թեորիայով, հենց էլ էսե գրողը չի կարող մենակ լսելով թե ոնց արժի, ոնց չարժի, բան անել, լավ էսե գրել։ Եվ ես կարող եմ փորձել որոշակի ուղղորդումներ տալ եւ հենց UWC էսեները արդեն վերցնենք, սկսեք դուք տանը գրել եւ գաք ռեալ արդեն քննարկենք նաեւ։ Այդ կարող ենք անել եւ շատ կարեւոր արդեն բան որ կարող եմ ասել, որ պարագրաֆի մեջ խառը տարբեր մտքեր չլինի, թե տվյալ միտքը առաջի պարագրաֆի մեջ է, թե երկրորդ, թե երրորդ, որն է իր ճիշտ տեղը։ Եթե իր ճիշտ տեղը առաջի պարագրաֆի մեջ է, երկրորդի մեջ, երբ որ դու կարդում ես քո գրած էսեյը ու տենում ես այդ միտքը, մտածում ես մի վար կյանք այս մտքի ճիշտ տեղը չի, հա, էլի, այն մի պարագրաֆը ավելի ճիշտ էր սրա համար։ Կամ հասկանալ, թե երբ միտքը այնքան արժեքավոր չի, որ արժի իրան ներդնել ձեր էսեի մեջ։ Ձեր տարածքը շատ քիչ է, եւ ամեն նախադասություն պետք է արժեք բերի, արժի, որ արժեք բերի ձեր էսեին։ Երբ որ կարդում ես նախադասությունը, դու տենում ես, որ բայց որն է իմաստը էս նախադասություն գրելու, ինքը ոնց որ նույն բանը ասեց, հա։ Լավ միտք է, որ կարելի է իրան հանել։ Լավ, մի կոմենտ։ Ես հարց ունեմ, այսինքն, երբ որ դուք ասացիք, որ այնպես չի, թե մենակ այս ձևով կարելի է էսսեն գրել, ուրիշ օրինակ էլ պիտի ցույց տաք, այսինքն էսսե գրելու համար ինչ որ մի հատ կաղապար չկա, մենք ինչ որ ստրուկտուրա չկա, որ այդ դրան պիտի հետևենք ու գրենք, ոնց ուզում ենք կարող ենք գրել։ Պիտի չկա, հա, պիտի չի, կան ստրուկտուրաներ, որոնց կարելի է հետևել։ Իսկ չկա ստրուկտուրա, որին պիտի հետևես։ Կան առաջարկներ, տարբերակներ, որ միգուցե սենց, միգուցե նենց։ Եթե սենց լիներ, որ ստրուկտուրայա պիտի հետևես, էլ որը կլիներ իր արժեքը։ Էլ պիտի UWC-ն քեզ գնահատեր դրանով, եթե ընդամենը դու հետևում ես ստրուկտուրայի։ Սա արժեքը կկորեր դրանով։ Հետևյալն է, հետևյալը, նայեք, հետևյալին հետևեք, որ առաջի պարագրաֆը, հա,
ինչ որ տեղից սկսվում է, գնում է ինչ որ տեղ բրծնում է։ Եվ թող այդ պարագրաֆը մի միտք արտահայտի։ Հաջորդ պարագրաֆը սկսվում է այնտեղ, որտեղ նախորդի միտքը ավարտվեց, կամ մի փոքր թռիչքով, եւ գնում է դեպի ինչ որ իմաստավոր տեղ է հասնում։ Սրա օրինակի վրա ասեմ։ Առաջի պարագրաֆով ներկայացնում է բանավեճը, թե ինչ է քննարկվելու, հա։ Ապա ցույց է տալի իր դիրքորոշումը, ապա որ եղբայրը ուրիշ դիրքորոշում ուներ, ապա օրինակ նրա համար, որ եղբայրը սկսում է պաշտպանել իր դիրքորոշումը, ապա իր հակաօրինակը, հա, ապա գալիս է պարագրաֆ նրա մասին, որ թե ինքը ինչ արեց բանավեճից հետո, ցույց տալով իր արժեքները հետազոտելու մասին, ապա գալիս է պարագրաֆ, որը որ այդ ամեն ինչից հետո իրանք արդեն այդ movie սցենը կինո են նայում եւ ինչ որ հետաքրքիր դրվագ է լինում, որ ցույց է տալի ինչ որ մի բան, հա, եւ փոքրիկ վերջաբան։ Տվյալ էսեյը ունեցավ այդ լոգիկական մասը, հա։ Ավելի անալիտիկ էսեները կունենան նախաբան, 1, 2, 3 պարագրաֆ եւ վերջաբան։ Ես մի փոքրիկ դոկումենտ կփորձեմ ձեզ ուղարկել, որ 2 բառով կամ մի քանի բառով բարձրաբանի այդ հիմնական ստրուկտուրաների մասին, որ կարող եք օգտագործել, բայց եւ իհարկե կամայական չափի ազատ կարող ես լինել եւ դա կարող է հիասքանչ լինի։ Ազատ էսեն, շակում պարտադիր լավ, կարաս դու ազատ գրես, բայց կարդացողի գլուխը ցավ է կարդալուց։ Այդ դեպքում դա չի լինի լավ, բայց վերջնական արդյունքն է էական։ Մարդը կարդաց քո էսեը, ինքը ինչ է անում, ինքը հրճվանքով ժպտում է, որտեվ մի շնչով կարդացել է եւ քո մասին ինչ որ հետաքրքիր բաներ է հասկացել, թե ինքը գլուխը ցավում է ու ասում է ոնց որ այս ինչ խառնեց իրար այսքան բանը։ Եկեք գնանք դեպի սկզբունքներ։ Okay? Դե ինչ երեխեք ջան, այսօրվա հանդիպումը ավարտում եմ եւ հանձնարարությունը հետեւյալն է, որ 2026 թվականի էսե պրոմպտերը գտնեք, 1, 2, 3-ը սկսեք ձեր ազատ ձևի գրել եւ ապա կոնկրետ օրինակների վրա կարող եմ ցույց տալ խնդիրները էսեի եւ ոնց կարելի է լավացնել, թե արժի ջնջել լրիվ նորից գրել եւ իմացեք, որ հիմա որ դուք սկսում եք գրել, դա հավանաբար սևագիր է ալնելու։ Եվ այդ շատ լավ է, ձեզ ազատություն տվեք, այդ վախը հանեք, որ վայ, հիմա սկսում եմ գրել, կարող է լավ չլինի սևագիրը։ Եթե հանկարծ սևագիրդ այնքան լավը կլինի, որ կուզես օգտագործես, այդ դեպքում կօգտագործես։ Անել հարցնեմ, մոտավոր քանի բառի սահմաններում պիտի գրենք ու հայերեն թե անգլերեն թե կապ չունի։ Անգլերեն ամեն էսեդ կոնկրետ բառերի քանակ է ունենալ։ Այնտեղ որ նայեք 2026-ի պրոմպտերը, ամեն էսեի մասին գրված է ալնելու չափսը։ Դե ինչ, Դրանք օգտագործենք որպես ռեֆերենս։ ռեֆերենս չէ ջան, օֆիցիալ այս բանն եմ ասում, պրոմպտերն եմ ասում, որ գնաս գտնես, թե այս տարվա կոնկրետ էսեները որոնք են, ամեն մեկի համար գրած ալնելու, որ այս ինչ չափով պետք է ալնի այս էսեն։ Առանց ռեֆերանս փորձեք լրիվ ազատ գրեք, որ մի հատ ձեր ծիլը լինի մեջը եւ որ հետո նոր արդեն սկսենք քննարկել։ Դե ինչ, ես վազեցի, ձեզ լավ օր եմ մաղթում։ Մերսի շատ։ Մերսի շատ ամենի համար, տեսին։ Տեսություն։ Ա,